Ընտանիքի կործանումը 2013 թվականի մարտի 17-ին 32-ամյա Հասմիկ Ստեփանյանը նորածնին կերակրելիս սրտի կաթված է ստանում և մահանում։ Երեխային խնամել են տատիկն ու քեռին։ Հայրը Գարիկ Ռուշանյանը հայրություն չի ճանաչել։ 3 տարի անց հայրը դիմել է ընդհանուր իրավասության դատարան երեխայի խնամակալությունը ստանձնելու պահանջով։ Դատարանը բավարարել է պահանջը և 2015 թվականի հուլիսին Վերաքննիչ դատարանը հաստատել է երեխայի բնակության նոր վայրը՝ հոր տունը։ Ընտանիք հանդերձ ապրում էինք Օդեսայում։ Եկանք Հայաստան, որ Ռուսլանիս ամուսնացնենք, ամուսնացրեցինք, գնացինք, գումար չելա, որ Հասմիկս էլ գա, ասես լավ մամ, մենք գնանք Ռուսլանից, հետո հասոյին փող կուղարկենք, կգա։ Ես տղաս հարսս գնացինք, Հասմիկս մնաց Երևանում։ Հետո մի 2 ամիս մնաց, ասեց մամ, ինձ ուզող ունեմ, ու չէի տեսել ես այդ տղին։ Տենց ասի ով ա ինչացու ասեց մամ տղա է էլի։ Ոնց որ լավ տղա երևում, ինձ էլ ամուսնության առաջարկ արել։ 2011 թվականին եկան մատանի դրեցին մատը, այդ կամպյուտերով ենք տեսել, որ այդ մատանի դրին, այդ մատանը փողն ենք տվել։ Ամսի 23-ին ապրիլի 11 թվի տարան ինչ-որ պրազնիկ էր։ Տարել էին ու էլ չէին բերել։ Ռուսլանս զանգեց, ասեց դու Հասմիկին տարտուն, ես կգամ հարսանիքով էլ իմ քուրնա, Գարիկ անունը։ Ասեց ես հնարավորություն չունեմ։ Ռուսլանս ասեց ես եմ անում այդ հարսանիքը, դու հետ տար։ Չտարանը տենց մնաց, ինքը ստեղ չէր աշխատում։ Հասմիկս 30-ում ամուսնացավ, Էջմիածնի գյուղերից էր, դե ես նեղացել էի, որ առանց բանի ինքը գնացել էր, ճիշտ է, չէի շփվում, բայց կողքից լսում էի Ռուսլանս հարսս խոսում էին Հասմիկիս հետ ինտերնետով։ Մի ձևի էր Ռուսլանն ասեց հաս, ասեց լավ եք, ուտելու բանման կա, դե Հասմիկս նենցա, որ ձեն չի հանի, զգաց Ռուսլանը, որ բան փող ուղարկեց, ասեց վաղը փող եմ ուղարկում, գնա ստացի մի $100 ու տեսա, որ կծկված ա, հարցիս ասի Արմենի ասի, ձենը դուրս չի գալի, մի հատ դու խոսա, էլի իր հետ Հասմիկի հետ տեսխի ա, ասեց լավ չեմ, մրսել էր ինչ թե չեմ անում իրանց տունը, որտեվ գյուղի տուն ջուրը կալոդեցից էին վերցնում, դրսի զուգարան, մրսել էր, ասեց հաս ինչ ա եղես մի ձևի Արմեն, ասեց Արմենը ցավեր ունեմ բան, լավ չեմ, այդ մի շաբաթվա մեջ մենք $500 փող ուղարկեցինք, ասի Ռուսլան ջան ասի տորմուս դուր, հո չես պահելու իրանց ընտանիքին, կանչի Օդեսա, ձեռի տակ թող աշխատեն, մի հատ տոշկա գտաս, թող աշխատեն, ապրեն էլի, ասում աստեղ քորշ չկա, Ռուսլանս ասեց գնացեք մեր տունը մնացեք Երևան, ընդեղ աշխատի, եթե ձեր մոտ գորշ չկա էլի, բա չէ ախպեր, չեմ էդ ստեպըտ պտի բնամ, ասեց ծնողներիդ վերցրու գնա մեր տունը, 2 սենյականոց տունն ենք, չգնաց, Գարիկ ասեց հասոյի տոմսի փողը ես կուղարկեմ $500, դու էլ քո տոմսի փողը կարաս ճարես, որ գաք էլի, ումից գնացել ուզել էին, չէին տվել։ Գոնե մեկից պարտկով վերցնենք, գնանք, հետո կուղարկենք։ Չկա։ Հունիսին իրանք եկան Օդեսա, 2012 թվականին էլ Սարգիսը ծնվեց, Հասմիկիս տղան, դեկտեմբերի 26-ին։ Հունվարին էլ ինքը Փեսեն թողեց եկավ Հայաստան։ Երեխուն թողելով իրակնգան մեր վրա, Ռուսլանս տարավ իրան ճանապարհ, ասեց արի առանցին տուն ես վարձեմ, դու քո կնգա երեխու հետ մնա, բա չէ ախպեր, ես եթում եմ Հայաստան։ Մենք մնացինք, Հասմիկս Ռուսլանս հետ երեխու թղթերը դասավորեց, միայնակ մայրա, հայրություն չի ճանաչել, ինքը թողել եկել ա, 15 օրեկան էր երեխեն, որ ինքը եկավ։ 2 տարի էր ընդեղ էր, ինչ դժվարություն, աղի նման ապրում էր, պատասխանատվություն չուներ, էլի, կնգա երեխու, այդ ընթացքում Ռուսլանից հետ են իրանք մնացել, Ռուսլանս ա նայել։ Փետրվարի 23-ին մենք ես Հասմիկս երեխեն եկանք Հայաստան, հայրը իմա Փեսես իմանալով, որ մենք եկել ենք Հայաստան, չեկավ, միա չհետաքրքրվեց ոչ իրա կնոջով, ոչ իրա երեխով, Հասմիկս զանգեց, ասեց Գարիկ եկել եմ, դու չես գալիս, քո երեխուն տենաս, կամ մի հատ հետաքրքրություն չունես,
իմ շորերը բերեք։ Միշտ Հասմիկս էր զանգում, ու ինքը չէր զանգում, տենա ոնց է, կինը ոնց է, երեխեն ոնց է։ Այդ ընթացքում ամսի 16-ին, որ իրանք եկան, շորերը որ բերեցին, ընդեղ խոսակցություն գնաց, հորողբորտեղեն ասեց, ինքը հլա պետք չէր, որ ամուսնանար, ինքը հասունացած չէր, հլա պատրաստ չէր ամուսնանալու, անպատասխանատու է, Հասմիկը ստե ազնվավ, լացը պարեց, որը տենց էր ընչի, դուք ամուսնացրի, կամեցի դժբախտացրի, կամի բերեխու։ Դու ես մեղավոր, ես քեզ չէի տալիս, ոչինչ, ես դրան ցույց կտամ։ Ես թողին գնացին ինքը ուժեղ ստրեսի մեջ էր։ Պարկեցինք, ասեց մամ, ներվերցս չեմ, ամասի Հասմիկ ջան, ոչինչ, սաղի գլխով էլա, մի մտածի, հիմա բախտ է։ Մամ, խի սենց պտիլները տենց ընտիր տղերքին թողի, ասի ոչինչ։ Առավոտը 7:30 տունս քանդվեց։ Հելա ավերեխուն կերակրեց, դրեց մոտս գնա տատայի հետ գզվի։ Հետո չէր կշտացել Սարգիսս, ասի Հաս, վեկալ կերակրի նորից։ Դրեց իրա մոտ կերակրեց, եկել տենան չկա, խռացը նմա, արգյանական իջև սկորն եկավ երեխես կնաս ձերցս։ Հասմիկ, ուշ եկավ սկորին, որ շուտ գար երևի կփրկվեր երեխես։ Եկան շոկվի ապարատ տվեցին, ես գժված էի, ես ինքնասպան էի ուզում ելնեի, չէի ուզում ապրեի, քանյաց սկոր էի կավեց, սաղ թապել էին, կաղմասոկանով, տունը մահացավ տարա։ Տվին ապշիրնի ինֆակտ էր ստացել երեխես, 32 տարեկան է, այդ ժամանակ որ տունս քանդվեց։ Հետո Ռուսլանս եկավ, դաժը այդ գարիկը սկիչեր չեկավել, Ռուսլանս ասեց, արա գոնե արի, կանգնի կողքս, ինձի քո ծախսերը գիտեմ, որ փող չունես, ինձի քո ծախսելը պետք չի, դու իմանան իբր թե սևին սքին մարդն ես, չեկավ, թաղմանը նենց ոնց որ ուրիշները դրան դեմը կանգնած, դրանից հետո դատի տվեց երեխուն ա ուզում, բայց այդքան ժամանակ հերը փեսակոչվածը երեխան չի ճանաչում, 2 տարի հեսա կլինի 9 ամսեկան։ Ի սկզբանե գործը տրվել է Գարիկ Ռուշանյանի կողմից, հայցադիմում է ներկայացվել երեխայի բնակության վայրը, հոր բնակության վայր որոշելու եւ հայրությունը որոշելու պահանջի մասին։ Երբ Տիկին Ռամելան մոտեցավ մեր գրասենյակ, դիմեց մեզ, ասաց, որ երեխայի հայրը բացարձակապես տեղյակ չի երեխայից, պատմեց գործի ամբողջ էությունը, որ երեխայի ծննդյան պահից իր աղջիկը 2-3 ամիս հետո մահացել է, հանկարծամահ է եղել, այնուհետև ամբողջ երեխայի խնամքը իրականացվել է վերջինիս կողմից։ Այսինքն երեխան արդեն համարյա թե 3 տարեկան է եւ մայրական ամբողջ գուրգուրանքը իրականացվում է տատու կողմից։ Տիկին Ռամելան պատմեց նաև, որ Գարիկ Ռուշանյանի մոտ առկա են որոշակի հոգեկան խանգարումներ։ Իհարկե մենք իրազեկեցինք իրեն այդ մասին, որ եթե դա չկա, միգուցե դատարանով չհասնենք որոշակի արդյունքի, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ ծնողները անկախ ամեն ինչից ունեն նախապատվության իրավունք երեխաներին այլ անձանց հետ դաստիարակելու հարցում։ Պատմեց Տիկին Ռամելյան, որ իրականում կա այդ խնդիրը, մենք հակընդդեմ հայց ներկայացրեցինք դատարան ծնողական իրավունքը սահմանափակելու եւ երեխայի բնակության վայրը, տատու բնակության վայր որոշելու պահանջի մասին։ Այդ դատի ժամանակ մի անգամ Ռուսլանս եկել էր, ասեց արա դու տենում ես, ես իմ երեխուն ինձ ձևեմ, բա դու հեր ես, Գարիկ, քո երեխեն դառավ մի տարեկան, դու չտենաս քո երեխեն ոնց է մեծանում, չգաս ու էլի իմ երեխեն է, ես չունեմ մի երեխա, ունեմ 2 երեխա, իմ կրոջ խաթր դու լավ գիտես, ես ամեն ինչ էլ կանեմ, բա դու չմտածես քո երեխեն կուշտ է, սոված է, տկլոր է, հագած է, երեխետ է, մի տարեկան է լավ, դու չգաս քո երեխուն տենաս, ու հիմա էլ եկել է հայրություն է ուզում, իմ երեխեն է պատրաստ երեխա, կապիտալով գիտի, որ Ռուսլանս կօգնի ամեն ամիս, կապիտալով երեխա է, պատրաստ երեխա է, երեխա եմ ուզում։ Դատարանում առաջին ատյան ընդհանուր ավազության դատարանը Արաբկիր Քանաքերզեյթուն վարչական շրջանների կայացրեց դատական ակտ, որով սկզբնական հայցապահանջը բավարարեց։ Դատարանը կայացրեց վերջին եւ որոշեց, որ երեխան պետք է բնակվի հոր հետ, հաշվի առնելով ընտանեկան օրենսդրության
իմ կողմից արդեն նշված նորմը։ Իհարկե նշեմ, որ այս գործը իր բնույթով շատ եզակի է, քանի որ եթե խոսում ենք երեխայի իրավունքների պաշտպանության մասին, ընտանեկան օրենսդրության իր իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների մասին պետք է հասկանանք, որ ամեն ինչ արվում է ի շահ երեխայի եւ պետությունը, ինչպես նաև դատարանները այս փաստը պետք է հաշվի առնեն։ Իհարկե հասկանում ենք իրավական տեսակետից, երբ ծնողները ունեն նախապատվության իրավունք մյուսների հարցում դաստիարակության, դա փաստ է, բայց այս գործը իրականում եզակի է։ Պատկերացրեք, երեխային իր հայրը 3 տարի չի տեսել եւ ամբողջ խնամքը մայրական գուրգուրանքը տեսել է տատու կողմից։ Օրենքը ասում են բջիջ, որ բջիջնա իրան են հատկացրել, հա թոելի իրանը, թո ազգանունը գրեն իրան, համաձայն եմ, բա երեխու ստրեսը ինձ հիմա մամա է ասում, ես ասում եմ, բալես ասում եմ, մաման քո հասմիկ մաման է, ես տատան եմ, ոչ ճանաչում է, ոչ գիտի ինչ ա ուտում, ոչ կուշտ է, ոչ մի անգամ 2 տարեկան ժամանակ եկավ մոր հետ, ասում ես խոչընդոտ եմ դառնում, որ իբր չեմ թողում, որին եկավ, ոչ մի խոչընդոտի, մոր հետ եկավ, դաժե երեխեն մոտը չգնաց, ձյա, հեռախոսը վերցրեց խաղաց, մի հատ փոքր տորտ, ավտո, հյուրի նման, 2 րոպե նստավ, իսկի հյուրն էլ այդքան կարճ չի նստում, մոր հետ նստան, մոր մոտ չգնաց, հորական տատու մոտ չգնաց, իրան էլ հեռախոսը տվեց, ձյա, ծնողա, երեխեն, ձյա ասի, 2 տարեկան երեխայա, հորը ձյա ասի, հեռախոսը վերցրեց բան արեց, այդ մոմենտը, դրանց հետո էլ ոչ, ծնող ես, բա դու չգաս քո երեխուն տենաս, հիմա երեխայա ուզում, հա հերն եմ, ինչ է, հերը հերն է, որ տենում է երեխու որպիսությունը ոնց է, երեխուն մեծացնում է, դատավորն ասում է բջիջ է, հայրը, բայց դուք կարաք դիմեք էլի, եթե բջիջ է, այդ բջիջներով մանկատներում էլ կան, բամժատնիկներում էլ, որ դրսերում սաղ այդ բջիջներով, ինչ, այդ օրենքը այն օրենքին է, ուղղակի ես ուզում եմ խնդրեմ, ղեկավարությանը այդ օրենքը այն օրենքն է, որ հերը կամ մերը, ես նրան մորտեղ եմ տարել, պարտադիր չի, որ ես ծնեմ, բայց ես եմ պահել ծնված օրվանից, 2 կիլո կեսից պահել եմ, դարձրել եմ 3 տարեկան, հիմա ուզում է տանից է, էլի պահեմ, էլի իր երեխենա, հա, թո մեծանա երեխեն, ստրեսի մեջ չընգնի, հասմիկս գնա ստրեսով, հիմա էլ երեխեն է թա, ես այդ երեխու խաթր եմ ապրում, տոշնի հասմիկս է, իրա կարոտն եմ քաշում ես, հիշատակը չկորի, գոնե նպատակներից, չլռիվ չեմ կարա կատարեմ, 50% կատարեմ, ինչքան կպայեմ, էլի թող մեծանա է թա, կուզիկ է թա, չէ, իրա կամքը, Բա հիմա այդ մի բջիջի պատճառով պետք է տան իրան, բայց այդ երեխու ստրեսը բնականաբար ես գտնում եմ, որ երեխային ձեռնտու է եւ երեխայի լավագույն շահն է, որպեսզի բնակվի տատու հետ։ Գտնում եմ, որ դատարանը պետք է կայացնել այնպիսի դատականակ, որ գոնե մի քանի օր բնակության վայրը շաբաթվա մեջ սահմաներ գոնե տատու մոտ, եթե որոշում էր, որ հոր մոտ էլ մի քանի օր հոր մոտ, այսինքն նա այդ փաստը անտեսեց, որտեվ իրականում այս գործը եզակի է հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Մենք վերոհիշյալ վճիռը բողոքարկեցինք վերաքննության կարգով, վերաքննիչ քաղաքացիական դատարան նույնիսկ դատական նիստի ընթացքում մեզ ժամանակ ընձեռեց հաշտություն գալու համար, դատական կազմը հասկանում էր, որ իրականում այս գործը իր առումով եզակի է, թեպետ օրենքի տեսակետից կարելի է հասկանալ, որ հորն է հասնում երեխային, բայց մենք փորձեցինք օգտագործել դատարանի կողմից տրամադրված ժամանակը պատշաճ լուծում տալու եւ երեխայի շահի մասին մտածելու համար, սակայն հայրը մնաց անդրդվելի, որ չէ իմ երեխան է, պիտի բնակվի ինձ հետ։ Մենք վերաքննիչ քաղաքացիական դատարանը բնականաբար կայացրեց որոշում մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ։ Սահմանված ջափկետում դիմել ենք Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատին։ Բնականաբար վճռաբեկ դատարանը մեր բողոքը յետա վերադարձրել, պատճառաբանելով վերաքննիչ դատարանի կողմից չեն կայացվել այնպիսի դատական սխալ, որը ազդել է գործի ելքի վրա։ Ես կրկին անգամ կրկնվեմ, իրավական առումով միգուցե դատարանները ճիշտ են,
բայց այս գործը իր առումով կրկնում է, որ եզակի է, խոսվում է փոքրիկ անչափահաս երեխայի լավագույն շահը։ Հերկոչվածը Գարիկը ասեմ անջիգյար, եթե ջիգյար ունենար, հա, ինչքան էլ ինքը գիտի, որ ես իմ աշկի լույսը, իմ կյանքը ես չեմ խնայի Սարգիսիս համար, բայց դու քո հեր երեխա ա ուզում փեսակոչվածը, բա դու չիմանաս քո երեխեն ոնց է, հա, չգա չասես իմ երեխեն սոված մնաց, կուշտա, տկլորա, մի պամպերսը, այս 2 ամիս է կտրվել պամպերսից, 12,000 է, 2 բլոկ մի ամսվա մեջ հագնում է երեխեն, ասում է աշխատում եմ, չէր աշխատում, հիմա իբր թե աշխատում է, բայց իր հորողբոր տղեն, այդ որ ամսի 16-ին եկան, այդ չարապաստիկ ամիսը, մարտի 16-ին, եկան ասեց, դրա համար Հասմիկս ուժեղ ստրեստ, ասեց ինքը աշխատող չի, քանի տեղ տարել եմ գործի չի աշխատել, գիտի որ Ռուսլանս ոնց որ Հասմիկիս խաթր փողեր ուղարկում, երեխուն էլ ամեն ամիս փող կուղարկի, գիտի որ կապիտալով երեխա է, այնա չեն աշխատի, հերը չի աշխատում թոշակառու հարբեցողա պապի կոչվածը հորական կողմից, մերն էլ տատին, երկրորդ կարգի հաշմանդամ, ինքն էլ չի աշխատում, կամ կետ հասատից մի տեղ իբր թե աշխատում է, ու երեխու փողերով կապրի էլի, եթե ծնողը, մի ծնող, ինչքան էլ ուզում այն ամենավերջի, էլի ցավ է ունենում մտածում է, թե իմ երեխեն ոնց, ինչ, բա արունա, ինչ այդ բջիջը, բա այդ բջիջը խի չի կաշում մտածիր երեխու մասին, ինչի համար։ Հիմա պատկերացրեք, եթե դատարանի կողմից կայացված դատական ակտը ի կատար է ածվում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, գալիս են, երեխային վերցնում տալիս են հորը, դուք պատկերացնում եք երեխայի հոգեկան ներաշխարհը, ամբողջ օրը շփվում է տատու հետ, որը մայր է, մեկ էլ այլ միջավայր, անծանոթ մարդիկ, որոնք չեն շփվել երեխայի հետ, այն գուրգուրանքը չեն տվել, բնականաբար իմ ներքին համոզմամբ եւ կարծում եմ շատերի համոզմամբ ազդելու է երեխայի հոգեկան ներաշխարհի վրա։ Ի լրումն խոսքից նշեմ, որ մենք դատարան ենք ներկայացրել նաեւ ժեստ հոգեբանական կենտրոնի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը հոգեբանական, որտեղ հոգեբանները աշխատելով տատու եւ երեխայի հետ շփմանը եկել են այն եզրահանգման, որ բնականաբար լավագույն շահն է երեխայի, որպեսզի նա բնակվի տատու հետ։ Ամբողջ փաստերը ներկայացվել է նաեւ համապատասխան պոլիկլինիկայի կողմից տրված տեղեկանքները, որ հայրը երբեք չի այցելել պոլիկլինիկա, մշտապես այցելել է տատիկը եւ քեռին։ Ներկայացվել է, սակայն դատարանը բացառապես հենվեց օրենսդրության վրա, ընտանեկան օրենսգրքի հիշյալ նորմի վրա եւ կայացրեց այդ դատական ակտը, քանի որ մենք միջնորդել ենք նաեւ նշանակել դատա հոգեբուժական փորձաքննություն, դատարանը միջնորդությունը մերժեց, մերժման հիմքում դրեց այն հանգամանքը, որ դուք չեք ներկայացրել այնպիսի վերաբերելի ապացույց, որը դատարանի համար հիմք կհանդիսանա Գարիկ Ռուշանյանի նկատմամբ, որպեսզի նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն։ Նշեմ, որ ինչպես հայցի շրջանակներում, այնպես էլ հակընդդեմ հայցի շրջանակներում խնամակալության հոգաբարձության մարմին ներգրաված է եղել համապատասխան վարչական շրջանի կողմից։ Սակայն վերջիններս առաջնորդվել են բացառապես ընտանեկան օրենսդրության դրույթով, այն առումով, որ ծնողները ունեն նախապատվության իրավունք այլ անձանց հարաբերություններում երեխային դաստիարակելու հարցում։ Այս նորմը դրվել է իրենց եզրակացության հիմքում եւ իրենք տվել են եզրակացություն, որ նպատակահարմար է, որպեսզի անչափահաս երեխան բնակվի հոր Գարիկ Ռուշանյանի հետ։ Մենք այդ հարցի դատարանում բարձրաձայնեցինք, որ հակընդդեմ հայց ենք ներկայացրել տատու բնակության վայր սահմանելու, իսկ կոնկրետ դեպքում խնամակալության մարմինը պարտավոր էր կատարել տատու բնակ տարածքի կենսապայմանների ուսումնասիրությունը, որը չարեց։ Իհարկե մենք այդ հարցը բարձրացրեցինք, սակայն նշեց, որ մենք արդեն տվել ենք համապատասխան եզրակացությունը եւ գտնում ենք անգամ հակընդդեմ հայցի շրջանակներում դրա անհրաժեշտությունը չկա։ Օրենսդրությունը սահմանում է երեխայի 10 տարեկան կարծիքը հաշվի առնելը, բնականաբար մենք դա չենք կարող ունենալ, իսկ ինչ վերաբերում է երեխայի այդ կոնկրետ բացի, եթե դնենք մի կողմ օրենքի տարը, պետք է շփվել երեխայի հետ ներքին համոզմունք ձևավորելու համար, գոնե հասկանալ իրոք արդյոք կարելի է որոշել
որ բնակության վայր, թե ոչ։ Իսկ բնակը նշեցի, որ Ռամելա Միքայելյանի բնակության պայմանները չի ուսումնասիրվել, չեն եկել եւ անգամ եզրակացության մեջ այդ մասին որևէ արտացոլում չի գտնվել։ Ես ղեկավարությանը խնդրում եմ ծնկաչոք, ուղղակի որպես ծնող, որպես երեխա կորցրած, այս օրենքը այն ծնողին է հասնում, հա, որ հորն ու մորը կամ հորն են տալի կամ մորը, այն ծնողին, որ ամագ ունի երեխու վրա, ճանաչում է երեխուն, անծանոթ մարդու եք տալ երեխու, ստրես է ունենալու, իմ երեխեն էլ ոնց որ էնի, Հասմիկիս գլուխը կերանն հենց էլ Սարգիսս, ասում է թոլացի էլի, հերա, ասում եմ ուր թողեմ մենակ քո հետ, կլացի ձենը կկտրի, խի ծնողը տենց ասում, թոլացի լացի ձենը կկտրի երեխեն, բայց սիրտը չի ցավա ոնց ես ուզում քո երեխեն լացի կկտրի, չէ թո թուլանա ուշքը գնա անգնի, հա ես այդ երեխու խաթր եմ ապրում, վայ մեռնեմ նրա, ամեն ինչ գիտի, ասում է Սարգսյանն է, Օբամանն է, ամենախելացին եմ ուզում նայեմ, ամենին ու լրիվ գրագետ է խոսում տելևիզորով, հիմա էլ անգլերեն, իբր անգլերեն միացրու լսեմ, դե Հասմիկս լավ է, ես չեմ ուզում Հասմիկիսը մասին անցյալով խոսամ, ինքը լավ 5 լեզու գիտեր, լավ անգլերեն խոսում էր, էլ դե որ տուրիստներ բան էին մեր տոճկեն գալի, ես այն Մուրադի նման հպարտանում էի, ասում եմ Հաշ ջան, անգլերեն խոսա, ես թանկ պահեցի եժան ծախի իմ երեխու։ Մենք ներպետական դատական ատյաններով ամբողջը սպառել ենք եւ ներպետական դատական ատյանով այլ պաշտպանության իրավունք չկա։ Մենք եթե Տիկին Ռամելյան համաձայնվի ընտանեկան օրենքով սահմանված կարգով կարող ենք դիմել երեխային տեսակցության թույլտվության պահանջի վերաբերյալ։ Այսինքն օրենսդրությունը հստակ է նախատեսում տատերի եւ պապերի թոռների հետ շփմանը։ Սակայն մեր խնդիրը այսօր դա չէ։ Մեր խնդիրը որպեսի հասկանան երեխայի լավագույն շահը եւ որևէ ձևով, որևէ խողովակներով կարողանան օգնել Տիկին Ռամելյանին, որպեսի երեխային չկարողանան տարանջատել վերջինիցս։